Հայրենական մեծ պատերազմը միայն պատմություն չէ, այն մեր ժողովրդի ցավը, սխրանքը և անմար հիշողությունն է։ Այս ալբոմը նվիրվում է մեր համայնքային զավակներին, ովքեր չխնայեցին կյանքը, հանուն և խաղաղության։ Նրանք դարձան հավերժական օրինակ, ոգուարության և հայրենասիրության, հավերժ փառք և խոնարհում ձեզ, մեր անմոռաց հերոսներ։ Մարտիկ, քանի դեռ ձեր սիրտն է զարկում, հիշեցեք նրանց, այդ նրանք էին ձեր բախտը փրկում, այն էլ ինչ գնով, հիշեցեք նրանց։ Հիշենք նրանց անուն առ անուն։ Սերյոժը Հովհաննեսի Սարգսյանը ծնվել է 1919 թվականին Ղուկասյանում։ Հերոս հետախույս, Պաբիեդա հետախուզական ջոկատի անդամ, կռվել է Սմոլենսկում, Ստարվապոլում, Գագարինում իր անունով կա փողոց և տուն-թանգարան, մահացել է իր ծննդավայրում 1992 թվականին։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, փառքի, հայրենական մեծ պատերազմի և մի շարք շքանշաններով և պատվոգրերով։ Խիզախ լեռնեցի Մխոյան Դավթի Մաթևոսը ծնվել է 1901 թվականին Ղզլղոճ գյուղում, զոհվել է 1944 թվականի հոկտեմբերին Նենգ թշնամու գնդակից։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար Մաթևոսը պարգևատրվում է Կարմիր աստղի շքանշանով։ Ցոլակ Բարսեղի Ասատրյանը ծնվել է 1918 թվականին Ղուկասյան գյուղում, 1942 թվականին անվեհեր հերոսը զոհվում է։ Անդրանիկ Երվանդի Միրզոյանը ծնվել է 1906 թվականին Ալեքսանդրապոլ գավառի Ղզլղոճ գյուղում, Քաջ Մարտիկը զոհվել է 1943 թվականին։ Արմայիս Երվանդի Միրզոյանը ծնվել է 1909 թվականին Ղզլղոճ գյուղում, Քաջ Մարտիկը զոհվել է 1943 թվականին։ Հրաչ Գևորգի Գևորգյանը ծնվել է 1916 թվականին Ղուկասյան գյուղում, մասնակցել է Կուրսկ քաղաքի ազատագրման մարտերին և 1943 թվականին զոհվել։ Մնացական Կնյազի Ղազարյանը ծնվել է 1908 թվականին Ալեքսանդրապոլ գավառի Ղզլղոճ գյուղում, նա զոհվել է 1943 թվականին Ուկրաինայի ազատագրման մարտերում։ Ենոք Մանուկի Գալստյանը ծնվել է 1910 թվականին Ղուկասյան գյուղում, մարտնչեց հերոսաբար և հաղթանակի նախօրեին 1945 թվականի ապրիլի վերջին Բեռլինի գրավման ժամանակ դեռ չբոլորած իր կյանքի 35 տարուց մահացավ։ Գրիգոր Սահակի Ղարիբյանը ծնվել է 1914 թվականին Ղզլղոճ գյուղում, 1941 թվականին ընկնում է Նենգ թշնամու գնդակից, հաղթանակի հավատը սրտում։ Մնացականյան Մնացականը ծնվել է 1922 թվականին, հայրենական մեծ պատերազմի օրերին կամավոր մեկնում է գործող բանակ, զոհվել է 1942 թվականին։ Առաքելյան Սիմավոնը ծնվել է 1916 թվականին Ղուկասյանում, դեռ նոր էր կանգնել իր աշխատանքային կյանքի շեմին, երբ սկսվեց հայրենական մեծ պատերազմը։ Շատերի հետ նաև ռազմաճակատ մեկնեց Սիմավոն Առաքելյանը։ Բաբկեն Ավետիքի Թատոյանը ծնվել է 1917 թվականին, 1942 թվականի օգոստոսին համառ մարտերից մեկի ժամանակ ընկավ, հաղթանակի հավատը սրտում։ Հրաչ Ալեքսանի Պողոսյանը ծնվել է 1918 թվականին Ղուկասյան գյուղում։ Հիտլերյան ֆաշիզմի դեմ սովետական ժողովրդի մղած պայքարի առաջին իսկ օրից Հրաչը գտնվում էր ռազմաճակատի առաջավոր գծում։ 1944 թվականին 22 տարին դեռ չբոլորած հրաժեշտ է տվել կյանքին։ Խաչատրյան Արտուշը ծնվել է 1918 թվականին Ղուկասյան գյուղում, ստացել է միջնակարգ կրթություն, մասնակցել է հայրենական մեծ պատերազմին և այնտեղ էլ 1941 թվականին կտրվում է խիզախ մարտիկի կյանքի թելը։ Մանուկյան Վասիլը ծնվել է 1902 թվականին Ալեքսանդրապոլ գավառի Ղզլղոճ գյուղում, 1944 թվականի օգոստոսին ընկնում է հայրենիքի ազատության համար։
Աղվան Գրիգորի Կյուրեղյանը ծնվել է 1918 թվականին Ղուկասյանում, մասնակցում է հայրենական մեծ պատերազմին և այլևս չի վերադառնում։ Զոհվել է 1941 թվականին։ Աղասի Վարդանի Սարոյանը ծնվել է 1903 թվականին Ալեքսանդրապոլ գավառի Խզլղոճ գյուղում, Քաջ Ռազմիկը զոհվել է 1944 թվականին։ Մուկուչ Ավետիքի Թատոյանը ծնվել է 1907 թվականին Խզլղոճ գյուղում, զորակոչվել է բանակ 1941 թվականի սեպտեմբերին, զոհվել է 1944 թվականին։ Սամսոն Հարությունի Ամիրխանյանը ծնվել է 1898 թվականին Կարսի մարզի Չերմալու գյուղում, 1921 թվականին մշտական բնակություն է հաստատում Ղուկասյան գյուղում, մահացել է 1943 թվականին։ Վարակ Նիկոլի Վարոսյանը ծնվել է 1912 թվականին, մահացել է 1943 թվականին։ Մարգարյան Սարգիսը մահացել է 1941 թվականին։ Լևոն Լիպարիտի Սարգսյանը ծնվել է 1925 թվականին, մահացել է 1942 թվականին։ Սեդրակ Մելքոնի Բարոյանը ծնվել է 1918 թվականին, մահացել է 1941 թվականին։ Համբարձում Մովսեսի Մովսիսյանը ծնվել է 1904 թվականին, մահացել է 1944 թվականին։ Գրիշա Եղիշի Արտենյանը ծնվել է 1901 թվականին, մահացել է 1949 թվականին։ Անանիկ Հովհաննեսի Սարգսյանը ծնվել է 1907 թվականին։ Մուրադ Գրիգորի Մուրադյանը ծնվել է 1913 թվականին, մահացել է 1942 թվականին։ Զաքեոս Մաթևոսի Գասպարյանը ծնվել է 1908 թվականին, մահացել է 1944 թվականին։ Նրանք ընկան հերոսաբար, զինվորի համեստ շիրմաթմբեր թողնելով հաղթանակի ճանապարհին։ Նրանցից շատերը ընկան կես ճանապարհին, բայց եկածները բերեցին նաև նրանց հավատը։ Ընդունիր հայրենիք քո զավակների և նրանց հետ տեղ չասած զավակներիդ հավատը, որ չմեռավ ընկածների մեջ։ Փառք նրանց, ովքեր ընկան այդ գիտակցությամբ, հաղթանակի հավատը շուրթերին, հավերժ փառք։